Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, վերադառնում ենք Գյումրիից, վերադարձել ենք արդեն Գյումրիից, Երևանում ենք։ Այսօր այս պատմական օրով այցելեցինք Գյումրի, ընկերոջս հետ էի, ոչ իրավաբան, երկու կարևոր նպատակով, առաջինը պետք է այցելեի տատիկների գործով իմ պաշտպանյալ Կիմա տատիկին, որպեսզի վերջնականացնենք իր նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոքը, պարտադիր բողոքը ներկայացնելու ենք, մի քանի կարևոր մանրամասներ կար, առհասարակ Կիմա տատիկի հետ կարևոր պատճառ կար այսօր հանդիպելու, հիմա դրա մասին կխոսեմ։ Երկրորդ պատճառն էլ այն էր, որ ամեն դեպքում կարևոր էր, որ մեզնից 5 իրավապաշտպանների նախաձեռնությունից այսօր առնվազն մեկս Գյումրիում լիներ, որտեվ չգիտենք ինչ խարդավանքների կդիմեր քաղաքացիական պայմանագիրը, իշխող ուժը Հայաստանում, բայց բարեբախտաբար արդեն ոչ Գյումրիում, Գյումրին Նիկոլա զերծվեց, չգիտենք ինչ խարդավանքների կարող են դիմել, նավսյակի մեկս գոնե այնտեղ լիներ, Փառք Աստծո կարիք չեղավ, նրանք լավ նվեր մատուցեցին բոլորիս, չեկան ավականու առաջին նիստին, առաջին նիստը ընթացավ հարթ, ինչպես և խոստացել էին ընդդիմադիր թեկնածուները քվեարկեցին առավել ձայներ ստացած թեկնածուի օգտին, այսօր արդեն կարող ենք ասել, որ այն կեղտոտ խաղերը, որ Հայաստանի լրատվականներում մենք կարդում ենք, անհասկանալի կլիներ, եթե այդքան հասկանալի չլիներ, սենց ասեմ, այդ ամեն ինչը պարզվեց, որ կեղծ էր, բոլոր ընդդիմադիրները իրենց խոստումը հանրության առջև ստանձնած կատարեցին, երկրորդ քաղաքը Նիկոլա զերծվեց և տարօսը մեր ամբողջ հանրապետությանը, ես ուրախ եմ, որ այսօր Գյումրիում էի, հանդիպեցի նաև ընկերոջս Ռուբեն Մխիթարյանին, որը կարծում եմ կարևորագույն դեր ունեցավ այս գործընթացում, Գյումրիի Նիկոլա զերծման գործընթացում և շատ մեծ այսպես տպավորություններով Գյումրիից վերադարձել եմ Երևան, մոտիվացված Գյումրիից վերադարձել եմ Երևան, բայց իհարկե Կիմա տատիկի հետ զրույցը, որ ընկերոջս հետ էինք, նոր մանրամասներ շատ ամոթալի էլի, չգիտեմ ուրիշ ինչ բառ օգտագործեմ, այս ավագ շաբաթն է, մեծ պարքի շրջանը, մի քիչ ես ինքնատիրապետման ռեժիմի մեջ եմ, ոչ թե շատ ավել պակաս բաներ նաև չասեմ, բայց շատ դժվար է դա անկեղծ ասած, հիմա մի քանի մանրամասներ կասեմ։ Տատիկների գործը հատուկ կարված էր և կարված է քաղաքացիական պայմանագրի կողմից, որը նպատակ էր հետապնդում թույլ չտալ Գյումրիի Նիկոլա զերծում, բայց ինչքան էլ մութ սենյակում կատուներ են փնտրել, չեն գտել, որովհետև կատուներ պարզապես այնտեղ չեն եղել, փնտրել են, որ փորձել են մարդիկ գտնել, որոնք ցուցմունք կտան, որ դա իմ տպավորությունը, որ փող են բաժանել, էս են արել, բայց քանի որ տեսման չի եղել, բնականաբար նաև ցուցմունքներ չեն եղել և մնացել են կոտրած դաշտակի առջև։ Հիմա էլ ստիպված դեմքը չխորցնելու համար տատիկներին են քրեական հետապնդման ենթարկում մի բանի համար, որը ուղիղ եթերով անում էր իրենց թեկնածու Սարիկը, որը հայտ էր խոստանում այլ տատիկների, որը նույնիսկ խոստանում էր առող-փառող հուղարկավորել մի
տատիկի թաղումը կազմակերպել, դա հանցակազմ չի, բայց ջրագից քաշելու ըստ մեղադրանքի խոստման ընդունումը համարում են ընտրակաշառք։ Սա է ամբողջ պատմությունը։ Փորձեցին մի երկու օր իրենց լրատվականներով ընտրակաշառք բան անել, բայց հետո հասկացան, որ ոստը չի աշխատի, նախ հակազդեցություն եղավ մեր կողմից, երկրորդ էլ չես կարող ճշմարտությունը հարցնել։ Էլ չեմ ասում հարցի բարոյական կողմը։ Իսկ հարցի բարոյական կողմը այստեղ շատ կարևոր է։ Նախ ասեմ, որ երեք նաև հրապարակավ էր գրել Սամվելը Վարդանյան, իդեպ այսօր լրանում է իր նկատմամբ այդ սահմռկեցուցիչ խոշտանգման տարելիցը, անցյալ տարի այս օրերին էր, ապրիլի 15 լույս 16 գիշերը, ահավոր ուղղակի բան, որևէ առաջընթաց քրեական վարույթով չկա իր նկատմամբ խոշտանգման մասով, մեր վարկածը բնականաբար չի հերքվել եւ չի կարող հերքվել այդ դեպքերի հետ կապված, Զատո իր դեմ քրեական վարույթը բավական արագ մտավ դատարանում բավական արագ քննվեց, եղավ դատավճիռ, մեղադրական մասնակի արդարացման, առավել խիստ հոդվածով արդարացման, առավել ծանր հոդվածով, առավել խիստ հոդվածով արդարացման, առավել մեղ հոդվածով մեղադրական, բայց դրանով չէր կարող նշանակվել ազատազրկում պատժատեսակ, մեր պլան մինիմումը դա էր, թեև մենք բողոքարկելու ենք այդ մեղադրական հոդվածի մասով, խուլիգանության առաջի մասի մասով, բայց ամեն դեպքում պլան մինիմումը կատարվեց, պատիժը չէր կարող ազատազրկում լինել, դատարանն էլ նշանակեց տուգանք, բայց անգամ տուգանքը չկիրառեց, հաշվի առնելով 100-րդ տնային կալանքը։ Հիմա երեք Սամվելը գրել էր, այդ հիշում եք իր գրավը, որ մի քանի ժամվա մեջ իմ կոչով, իմ մյուս գործընկերների կոչով, դուք բոլորը հարգելի քաղաքացիներ կարողացաք այդ գումարը հավաքել, մեկը 500 դրամ, մեկը 1000 դրամ, մեկը 10000 դրամ, մի քանի 100,000 դրամ եւ նաեւ մինչեւ 1 միլիոն դրամ։ Մի խոսքով, գումարը հավաքեցիք եւ երբ որ գումարը հետ վերադարձվեց գրավի, Սամվելը նաեւ հրապարակավ էր գրել բոլորին դիմեց, ասաց ուզում եմ գումարները վերադարձնեմ, իսկ վերադարձնում եմ գումարները։ Բայց բնականաբար որոշակի հատված մնացել էր, որ հնարավոր չեղավ վերադարձնել, կամ նվիրատուները կտրականապես հրաժարվեցին գումարը հետ ընդունել, կամ էլ ուղղակի դժվար անհնար էր գտնել մարդկանց, հատկապես փոքր գումարների փոխանցման մասով, որոնք ոչ թե բանկային փոխանցում էին արել, այլ այդ Telcel, Melcel, այդ մյուս համակարգերով, որտեղ տվյալները չեն պահպանվում։ Եվ որոշակի գումար Սամվելի տնօրինման ներքո էր մնացել եւ երեք Սամվելը ասես գիտես մտքովս անցել է կիմատատիկին մի որոշակի գումար փոխանցել, որովհետեւ շատ վատ պայմաններում էր, հրապարակավել եմ ասել, շատ վատ պայմաններում էր եւ նաեւ այդ 100,000 դրամը տարա փոխանցեցի Սամվելի անունից։ Իրականում կարծում եմ շատ լավ գործ եք արել դուք, որտեղ դա ձեր գումարն է, դուք եք փոխանցել Սամվելի գործով, տեսեք անցյալ տարվա ձեր լավությունը ոչ միայն Սամվելի ուղղված լավություն էր, այլ նաև դարձավ կիմատատիկին ուղղված լավություն, որ մի բարի գործը բերում է նոր բարի գործեր, սա դրա շատ լավ դրսևորումն է, ձեզ եմ շնորհակալ, շատ կարևոր էր կիմատատիկի համար, նա այսպես փոքր շատ հետաքրքիր ավանդական բնույթ կրող մի, չգիտեմ դաժե ինչ ասեմ, ձեռներեցություն էլ չի կարելի ասել, մի ձևով է մի փոքր հացի փող աշխատում, բացի իր 30 քանի հազար թոշակից, որը այտենց էական չի, ամեն դեպքում այտենց շատ յուրահատուկ բանով է զբաղվում, միայնակ կին է, միայնակ ապրում, որը այս ձերբակալումից հետո, այսպես ասած, չորացել է, էլ որևէ մեկը իրեն չի դիմում, այդ իր ավանդական գործը տենց կանգնել է, այսպես ասած, չգիտեմ մարդիկ ինչ պատճառով վախեցած են կամ այլ պատճառներ կան, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում շատ վատ վիճակում է հայտնվել ու մի փոքր օգնեցինք կիմատատիկին,
Սամվելի անունից ձեր բոլորի գումարներից մի փոքր հատված, որը շատ մեծ էր հիմա տատիկի համար, փոխանցեցինք։ Շատ լավ եմ զգում ինձ դրա համար, ճիշտ ասած, ես փոխանցողի ճիշտ ասած ճիշտ է դերում էի, բայց ինձ շատ լավ եմ զգում, որտեղ իրոք շատ կարևոր էր։ Ու մի քանի նոր մանրամասներ ասեցի Ձերբակալմա շրջանից, այդ կինը չի կարող ուղղակի հանգիստ դրա մասին պատմել, հենց պատմումա սկսում է լացել։ Պաստորեն այդ կինը 3 օր եղել է սոված։ 3 օր եղել է սոված, անկեղծ ասած, մի քիչ էլ ինձ եմ մեղադրում, որովհետև երբ որ ես 48 ժամ հետո վերջապես հնարավորություն ինձ տվեցին, հետը հանդիպեցի, այդ էլ ինչի էր տենց, որովհետև միայնակ էր ապրում, պետքա թուղթ գրեր ազգականը, մինչև ազգական գտանք, մինչև թուղթը գրեց, մինչև թուղթը բերեցինք Երևան, այդ ամեն ինչը եղավ այն պատճառով, որ ապօրինաբար մեզ թույլ չտվեցին դեռ Գյումրիում եղած ժամանակ իրենց այցելել, տատիկների այցելել, բերեցին, հասցրեցին Երևան, դրանից հետո էլ մեզ դեմ տվեցին օրենքը, որ տեսեք, այս օրենքով դուք պետքա թուղթ բերեք բարեկամից, դե արի ու բարեկամ գտի, մի խոսքով 48 ժամ հետո հարցրեցի, ասի կերացես, ասեց հա կերացեմ, էլ բան չարեց, բայց պետք է զգա այդ ժամանակ, որ ինչ-որ մի բան են չի։ Փաստորեն այդ կինը այդքան մնացել է սոված։ Չեմ ասում, որ իրան ուտելիք չեն տվել, որքան հասկանում եմ, նաև տվել են, որտեղ պետականորեն հասնում է, բայց այդ շոկի մեջ, այդ այլայլված վիճակում 75 տարեկան չի հասկանում ինչի են իրան բերել, տենց վերել են, տենց ասելա չեմ ուզում, էլ չեն ինչ-որ հոգեբանական, բան, տենց չեն եղել մարդիկ, որ մոտենային, ասեն, այ տատի ջան, մյուս անգամ 8 ժամ հետո ենք բերելու, տենց չի, սոված մի մնա, մի խոսքով, շատ տենց վրես ազդել է։ Ճիշտ է, հետո բարի մարդիկ գտնվել են, հիմա չեմ ուզում դրանց մասին խոսեմ, վերջում մի կտոր հաս տվել են հիմա տատիկին, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, եղել են այդպիսի մարդիկ, բայց մոտարապես 60 ժամ մնացել է, առնվազն 60 ժամ բռնվելուց հետո մնացել է սոված այդ կինը։ Ահավոր էլի, այդպես սիրտս ցավում է։ Ասում է ինչ որ ծեծելու ձայներ են դեռ լսում, բայց չգիտեմ։ Ինչ ասում, ինձ թվում էր, ասում է իմ բարեկամներին են բերել ծեծում, չէ իմանում, իրանք են, իրանք չեն, ահավոր վիճակ։ Հիշում ասես դողացնում է, պատկերացնում եք, ինչի համար, նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չտա ժողովրդի ձայնը իրականություն դառնա, թույլ չտա ընդդիմությունը արձանագրի իր հաղթանակը երկրորդ քաղաքում, այ դրա համար, ուղղակի իրանց դա չի հաջողվել, որովհետև տակը բան չի եղել, այս մարդիկ, կան մարդիկ, լավ չեմ ասում բոլորը, հաստատ բոլորը չեն, կան մարդիկ, որոնք ծառայում են այս ռեժիմին, որոնք պատրաստ են ամեն ինչի, 75 տարեկան միայնակ ապրող խեղճ տատիկին տանել ու տանջել, պատրաստ են դրան, որևէ խնդիր չկա, գոռում եք, կանչում եք, ասում եք, դու եք ծեծում, չգիտեմ, իրականում են ծեծում, թե ուղղակի տես տպավորություններ, ամեն դեպքում ծեծի ձայներ, մտածում էի, որ իմանք են, իմ հարազատներն են, հիմքեր ունեցել է այդպես մտածելու, այսպես ասեմ, դրա մասին հետո ավելի մանրամասն խոսենք, էսա, ամեն դեպքում դրական նոտայի վրա ավարտենք, մի փոքր լավություն, մի փոքր բարի գործ արեցինք ձեր բոլորի, այսպես ասեմ, շնորհիվ, նրանց շնորհիվ, ովքեր 1 տարի առաջ մեզ լսելով, իմ խոսքը լսելով, Սամվել Վարդանյանի նկատմամբ այդ խոշտանգման, այդ ահասարսուռ երևույթի դեմ բողոքելով, օգնեցին գրավի գումարի հավաքմանը, գրավի գումարի վերադարձից հետո որոշակի գումար էր մնացել եւ Սամվելը իր նախաձեռնությամբ, նաեւ իր էջում էր գրել, որոշեց մի մասը, այնքան ինչքան որ անհրաժեշտ էր հիմա տատիկին փոխանցել, ես էլ տարա այդ փոխանցողի դերը կատարեցի, մի քիչ գոնե այդ կինը այդ բղձավանջից գոնե հույս ունենալ դուրս կգա, տեսնում է այդ ապատը, բողոքի նախապատրաստման համար բոլոր ինչ որ պետք էր արեցինք, բողոքը կներկայացնենք, հույս ունենք, որ
վերաքննիչ դատարանը գոնե այն էլեկտրոնային սարքը մարդ, որը կյանքում հեռախոս չի ունեցել, կրակն է անգել այդ էլեկտրոնային սարքի ձեռը, որ այդ ոտի բրասլետը կվերացնի, հույս ունենք գոնե այդ արդյունքին հասնել եւ միաժամանակ շատ ուրախալի էր, որ այսօր Հայաստանի երկրորդ քաղաքը Նիկոլա Զերծվեց, շնորհավորում եմ բոլորիս, առաջերտին գյումրեցիներին, տեխնացուներին, այն մարդկանց, ովքեր որ ուժ գտան իրենց մեջ անձնականը երկրորդել պետականին, հանրայինին, ընդհանուր շահին, այն մարդկանց, ովքեր որ բարձր գտնվեցին զանազան խարդավանքներից, պինդ տղեկին, իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանին եւ մյուս բոլորին։ Ընկերոջս առանձնացնում եմ, որովհետեւ իմ ընկերն է։ Իրավունք ունեմ իմ ընկերոջը նաեւ առանձնացնել։ Բոլորին շնորհակալ եմ։ Վատ բաներ են տեղի ունեցել, բայց հուսով եմ, որ հայտնի երկում ասում են լավ բաները ավելի շատ են մեր երկրում, քան վատ բաները։ Հուսով եմ իրականում այդպես է, եւ հուսով եմ կկարողանանք այս մրձավանջը հաղթահարել։ Ավագ շաբաթվա օրերն են։ Այս առաջիկա մեծ տոնը գուցե նոր դռներ բացի մեր առջև, նոր լույս բացի մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն, հաջողություն։